մարդիկ ժամանակը չեն հասկացել, անունը դրել են օրացույց, հա, եւ մեխանիկական ինչ-որ ոչ ճշգրիտ կամայական հաշվարկներ են կատարել։ Իրականում հայ ժողովուրդը իրեն հայկյան բունտոմարը ուրեմն ունեցել է հազարավոր տարիներ առաջ եւ ամենայն ուրեմն չի կարելի հաշվել թե երբ, որտեղ իր մեկ շրջանն է 25920 տարի, իսկ այն դրույթները, որ հիմա բացահայտվել են, հասկանալի է դառնում, որ այն չէր կարող լինել 3 չեմ իսօր, ասենք թե, կամ 2000, 3000, ամենակիչը, չնայած դա հնարավոր չէ, 25920 տարվա շրջան պետք է գիտակցես ժամանակային, այո, որպեսզի այդպիսի գիտություն ունենաս։ Այդ գիտությունը թաքցված էր մեզանից, բայց առարկայական դրված էր մեր աչքի առջև, մեր կենտրոնագմբեթ Խաչաձև եկեղեցիներով եւ հայկյան բուն տոմարի համակարգային դրույթներով, մեր աչքի առաջ։ Հիմա այդ գիտությունը գաղտնազերծված է։ Հիմա գիտությունը գաղտնազերծված է, ամբողջապես բանաձևված, համակարգված եւ 2 օր առաջ մենք թրցրեցինք այդ գիտության, այսպես ասած, հավքը դեպի ուրեմն ազատ թռիչքի, պարանցիկ թռիչքը անելու, ինքը 1 տարի հետո այսօրը հիշի։ Ու կհիշես ինչ կկատարվի աշխարհում։ Ուրեմն անգլերեն, ռուսերեն եւ հայերեն թարգմանված ինքը այսինքն շրջապտույտ անելու եւ հավաքելու է իրեն, ինչպես ասում են, ռեսուրսը, այո, գիտակցությունը արդեն միջազգային ասպարեզում, առաջին հերթին հիմա մենք պետք է փոքրինչ ուշադիր լինենք հայերս, որտեղ դա մեր հոգեվոր մշակութային ուրեմն հիմնադրույթն է, մեր աշխարհ տեսականն է տիեզերքի, հետո մնացյալին։ Հետո մնացյալ մարդիկ նույնպես, որտեղ ժամանակը բոլորին է հավասար, այդպես է մարդ արարած ժամանակ, որտեղ ժամանակը ինքնին կենթանի ուրեմն կենսագիտակցությամբ, գիտակցությամբ, կենսադրույթներով, կենսագործունեությամբ, կենսատեղեկատվական մի ուրեմն գործոն է, որի ուրեմն ենթակայության տակ է համայն բնությունը եւ համարժեք մարդը։ Համարժեք մարդը։ Ուրեմն հիմա չկա այս աշխարհում եւ որևէ տեղ տիեզերքում որևէ մասնիկ, մասնաբաժին, թե ամբողջություն, որը ներազդեցություն չունենա ժամանակից։ Ճիշտ է։ Բոլորն ունեն իրենց ժամանակը։ Ճիշտ է։ Եվ հիմա մեր ժամանակային, ուրեմն մեր ամբողջ բնությունը, ուրեմն ենթական է ժամանակին, այո։ Եթե նույնիսկ եղանակային այդ բաները, սեզոնային բաները վերցնենք, ծառերի ծաղկումը եւ այլն, բայց նաեւ ամենակարևորը մարդը պետք է հասկանա, որ ինքը, այո, ժամանակով եկել է եւ ժամանակով պետք է անցում կատարի։ Ու այդ ժամանակի մասին որևէ մեկը տեղյակ չի։ Եվ այդ հիմնադրույթներին տեղյակ չեն։ Կամայականությունը հայից վերցրեցին, փակեցին այդ գիտությունը, այո, որպեսզի կառավարեն աշխարհը։ Ստեղծեցին կեղծ կենսատեղեկատվական դաշտ, այո, տարբեր բաներով, համակարգներով տվեցին մեզ խաբեցին, մեր ձեռքից վերցրեցին, մենք մեզ դավաճանեցինք, այսպես պետք է ասենք, հա, նույնիսկ հենց կոպիտ սպանեցին, այո, ջնջեցին եւ այլն։ Բայց մնացել էր ինքը, որտեղ մեր իմաստասերները շատ իմաստուն եւ զորեղ մարդիկ են եղել, որտեղ նրանք հասկացել են, որ ինչպես կառուցել, ինչպես թողնել հետագա սերունդներին եւ այդ կառույցի ամենապորտը աշխարհի եւ տիեզերքի, հա, Տաթևի գավազանասյունը, այո, 2008 թվականին ես գնացի նրա մոտ հանդիպման եւ հայտնաբերեցի իմ համար իհարկե առաջնահերթ Հայկին